Ես ի սկզբանե դեմ էի, բայց երբ որ ինձ զանգահարում էին կայքերից կամ հեռուստաընկերություններից կամ թերթերից հարցնում էին, ասում էին, որ անձնապես դեմ եմ դրան, բայց եթե պետք է որ մեկնեն, եթե այնպես է որ պարտադիր է որտեղ ինչ-որ բաներ այսօր ուզենք չուզենք պետք է քաղաքականացվեն, որովհետև գիտեք ինչ վիճակ է, գուցե պետք է մասնակցել, երկիրը որոշում է, այդ դեպքում պիտի մասնակցենք հավուր պատշաճի շատ ավելի լավ քան եղել է մինչև այսօր, բայց ինչպես հասկանում ենք, այնպես դասավորվեց, որ շատ շատերս դեմ ենք, ես անձամբ շատ դեմ եմ, ինչու, որովհետև կարծում եմ, որ Եվրոտեսիլը ինչքան էլ լավ երևույթ է, այնքան չի կարելի բարձր դասել, որ ավելի լինի, քան մեր ազգային արժանապատվությունը կամ մեր սկզբունքները կամ մեր ինքնասիրությունը։ Եվրոտեսիլին մասնակցել չմասնակցելը դա կենաց մահու հարց չէ, որ մենք պիտի այդքան մեծացնեինք, պետիշացնեինք, որ ի սկզբանե պետք է արդեն բարձ լինել բոլորիս, որ պիտի չմասնակցենք։ Ի սկզբանե մենք չենք մեղավոր, մեզ վրա չպետք է թողնեին պատասխանատվությունը, որոշվում է այո կամ ոչ։ Ես հիմա այստեղ եմ ոչ միայն որպես երկիչ, այլ առաջին հերթին իբրև քաղաքացի, իբրև հայ, այդքան էլ ճիշտ։ Սա բնականաբար արժանապատվության խնդիր է։ Եվ ամենակարևոր խնդիրը, որ մենք պետք է մտածենք, ովքեր նույնիսկ ասում են, որ կարելի է գնալ, եթե դնում ես ինչ-որ, չգիտեմ, ոչ մշակութային, այլ շոու բիզնեսյան փառատոնի հարցը եւ հավասարացնում ես ազգային արժանապատվության հետ, ուրեմն ես համաձայն չեմ։ Ընդամենը մի 3-4 օր առաջ մենք այդ ուժը ստացանք, որ զոհվել է նորից մեր երիտասարդներից մեկը, մեր զինվորներից մեկը եւ նշանառու ադրբեջանցին դրա համար ներքին գարկով ինքը վաստակում է աստրել, այսինքն պաշտոնի բարձրացում։ Սա հստակ ձևավորված կարգ է իրենց բանակում։ Եթե այդպեսի բան կա, այն էլ զինադադարի, այսինքն խաղաղության պայմաններում, նշանակում է մենք ուրեմն պիտի չունենանք այդ արժանապատվությունը, որ մտածենք այդ արյան մասին, չմտածենք, որ մեր երիտասարդները անմեղ զոհվում են, եւ այսօր մենք պետք է գնանք եւ մասնակցենք Եվրոտեսիլին։ Սա անընդունելի երևույթ է։ Եվ ովքեր որ մտածում են, որ կարելի է գնալ, ես կարծում եմ, որ շատ խորը չեն մտածում այդ ամեն ինչի։ Ինչու՞ չէ նաեւ անվտանգության խնդիր կա։ Ես գոչ եմ անում բոլորիս, նույնիսկ ձեզ, լրագրողներիս, բոլորին, որ մենք սա միասնական լինենք եւ մենք հորդորենք, որ սա չլինի, մենք չգնանք Բաքու, որտեղ սա իսկապես սա բարոյական հարթության վրա է։ Սա տեխնիկական չէ, որ կգնանք կհաղթենք, թե չենք հաղթի, կամ ասենք լոլիկով կխփեն, թե չգիտեմ ինչով կխփեն կամ բան։ Սա ուրիշ խնդիր է։ Պետք չի գնալ։ Այստեղ ուրիշ սկզբունքներ կան։ Եթե անգամ իմանանք, որ հաստատ հաղթելու ենք, լուրջ իսկապես ես դա իմ կարծիքն է, պետք չի գնալ։